Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Վերջին 5.5 տարում քաղաքացիները ավելի քան 4.8 միլիարդ դրամ են վճարել Հայաստանի պետական բյուջե վարորդական վկայական ստանալու համար։ 2025-ի 5 ամիսների ընթացքում վարորդական վկայականների տեսական քննություն է հանձնել 33109, իսկ գործնական 27699 անձ։ Նույն ժամանակահատվածում վարորդական վկայական է ստացել 11688 անձ, որից 2493-ը կամ 21.3%-ը առաջին փորձից։ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հայտնել է, որ հանրային տրանսպորտը պետք է ունենա առաջնահերթություն եւ դրա համար անհրաժեշտ են առանձնացված գծեր։ Նա ընդգծել է, որ սա համաշխարհային ընդունված սկզբունք է։ Փամբուխչյանն ընդունել է, որ որոշ երթևեկային փոփոխություններ դժգոհություններ են առաջացրել եւ նշել է, որ առաջիկայում հնարավոր են վերանայումներ լինել իրավիճակը բարելավելու նպատակով։ Մասնավորապես քաղաքապետարանի դիմաց կատարված փոփոխությունները հանգեցրել են մեծ խցանումների։ Սահմանամերձ տեղ համայնքից Ռուբեն Յագունցը հայոց բանակ է մեկնում բարձր տրամադրությամբ, ավելին վստահեցնում է, որ երկար է սպասել այսօրվան։ Զինվորներն բոլորին լավ ծառայություն, թող առողջ գան իրաց մայրերի մոտ, ծնողներն էլ թող չանհանգստանան սա առողջ գանեն հետ։ Գորիսեցի Գոր Փարսյանն էլ զինծառայության է մեկնում բարձրագույն ուսումնական հաստատություն գերազանցությամբ ընդունվելուց հետո։ Գորնայիրի Փարսյանը եւ եղբայրս է եւ դասընկերս հունվարին ստացավ 2020 եւ մաթեմատիկան եւ անգլերենը, ընդունվեց պոլիտեխնիկ, տեղեկատվական տեխնոլոգիաներ բաժինը։ Այսօր նրան մեծ ծափերով ճանապարհում ենք բանակ եւ հույս ունենք երկիրը խաղաղ կլինի, որ նրան էլի նույն ճարփերով, նույն ջերմ եռնանդով ընդունենք հետ։ Գորիսում մեկնարկած ամառային զորակոչին հայոց բանակի շարքերը համալրում է 33 զորակոչիկ։ Նախատեսված կարգով ընթացած բոլոր փուլերից հետո Սյունիքի մարզի զինվորական կոմիսարը ձեռսխմումով է ճանապարհում տղաներին, նկատելով, որ 2 տարի իրենք են պատասխանատու նրանց համար։ Անցել են բժշկական զննում, պարտադիր կարգով, հաշվի ենք առել առողջությունները, հաշվի ենք առնում նաև որոշ ընտանեկան վիճակներ եւ դրանից հետո արդեն ընդգրկում ենք ցուցակներում որպես զորակոչիկներ։ Տղաները վերջնական բուժզննումից հետո հերթով դուրս են գալիս զինվորական կոմիսարիատից, հարազատներն ու ընկերները ուսերին դրած բարձր տրամադրությամբ ճանապարհում են նրանց, իսկ մայրերն ու քույրերը արցունքն աչքերին, բայց հպարտության զգացումով անփորձանք տուն դարձ են մաղթում զորակոչիկներին։ Մի քիչ տխուր եմ, բայց հպարտ, լավ տրամադրությամբ ուզում եմ ճանապարհել որդուս բանակ։ Ուների բոլոր երեխաներին ցանկանում եմ բարի ծառայություն։ Հնչում է հայոց հիմնը, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տղաների համար աղոթք է բարձրացվում եւ ուժային կառույցների ներկայացուցիչների ուղեկցությամբ տղաները մեկնում են ծառայության։ Մշակույթի միջոցով նպաստել տեղական տնտեսության բարելավմանը, ավանդական երկու պարով ու տեստներով ու խաղերով Վայոց ձորի Արենի Ռինդ բնակավայրը կհյուրընկալի զբոսաշրջիկներին ու բոլոր այցելուներին Տադի շորվա փառատոնի ընթացքում։ Արենի համայնքում իրականացված շուրջ 9 ամսյա բանահավաքչության արդյունքում ստեղծվեց փառատոնը, որն արդեն հասցրել է դառնալ ամենամյա։ Այս տարի բուն փառատոնն անցկացվելու է հունիսի 28-ին, բայց մինչ այդ նախատեսված են նաև այլ միջոցառումներ։ Մենք հունիսի 27-ին ունենալու ենք դեպի Ռինդի Բիմափոր եկեղեցի արշավ ուխտագնացություն, ժամը 10-ին է սկսվելու ուխտագնացությունը եւ կարող են ցանկացողները, ովքեր որ արշավների սիրահար են, մասնակցել։ Կարծում եմ սա նույնպես տուրիզմի մի ոլորտի արշավների զարգացման միտված, այսպես ասած, քայլ է եւ հետաքրքրվողները կարող են գալ եւ նաեւ գիշերել ու արդեն հաջորդ օրը հունիսի 28-ին մասնակցել փառատոնին։ Նախորդ տարի ավելի քան 3000 այցելու է ունեցել փառատոնը։ Փորձը ցույց է տվել, որ մասնակիցները բավականին լուրջ են մոտենում Տադի շորվային ու նրա խորհրդին։ Այս տարի ակնկալիքներն ավելացել են, աշխատանքին մոտեցումը փոխվել։ Նմանատիպ միջոցառումների անցկացումը անմիջական ազդեցություն ունի համայնքային կյանքի զարգացման վրա։ Բնակարանաշինության ծրագիր է իրականացվում, փողոցներն են վերանորոգվել անցած տարի։ Ես նշեցի, որ ունենք մի ամբողջ թաղամաս, պատմական թաղամաս, որը վերականգնվել է Արենի բնակավայրում ու նաև գինու փառատոնն էլ, հա, արդեն ոնց որ
տարեց տարի, քանի որ ընդլայնվում է գինու փառատոնը, այս տարի այդ փողոցները նաև օգտագործվել են գինու փառատոնի համար, այսինքն եւ ճանապարհներն են վերանորոգվում, եւ ճանապարհներ են կառուցվում։ Փառատոնի գլխավոր ճաշատեսակը տադի շորվան կամ տատիկի ճաշն է։ Սա Արենի համայնքին բնորոշ ուտեստ է, պատրաստվում է մասուրով եւ սպիտակաբանջարով։ Փառատոնի ընթացքում լինելու է ճաշատեսակի հյուրասիրություն, նախատեսված է նաեւ խոհարարական մրցույթ տաղավարների մասնակիցների համար հատուկ անակնկալով։ Պրոֆեսիոնալ ժյուրին գլխավորելու է խոհարար Սեդրակ Մամուլյանը։ Հունիսի 28-ին ժամը 16-ից Ռինդում մեկնարկող տադի շորվայի ընթացքում սպասվում է համերգային ծրագիր, կավագործության ու խոհարարության մաստեր-կլասեր։ Զանգվածային շահագործման գծապատկեր այս անվանումն է ստացել մեր օրերում նախադեպը չունեցող համաշխարհային հանցագործությունը, որի արդյունքում ավելի քան 16 միլիարդ համացանցային մուտքային տվյալներ, մասնավորապես գաղտնաբառեր, հայտնվել են բաց հասանելիության տարածքում։ Ամենահեղինակավոր ֆինանսատնտեսական Forbes-ն է գրում, մայիսին էին տեղեկացրել շուրջ 184 միլիոն գողացված գաղտնաբառերի մասին։ Եթե սա վախեցնող էր, ապա հիմա հույս ունեն, գոնե նստած եք իրենց կարդում։ Պատմության ամենախոշոր կիբերհարձակումն է եղել, կրկնում են 16 միլիարդ գողացված գաղտնաբառ։ Վիրուսային ծրագրեր են, որոնք ինչ-որ ձևով հասցվում է օգտատիրոջը կամ ֆիշինգային մեյլի միջոցով, կամ ինչ-որ ֆիշինգային կայքերի միջոցով, ուղարկում են վիրուսային այդ ծրագրերը, սարքի մեջ հայտնվելուց հետո սկանավորում է տվյալները ու ուղարկում է արդեն այդ զեղծարարների սերվերների, դրանից հետո արդեն նրանք ունենում են մուտքանուն, գաղտնաբառ ու նմանատիպ զգայուն տվյալներ։ Apple, Google, Facebook, Telegram ու նույնիսկ պետական ծառայությունների հարթակների ուղղությամբ են աշխատել զեղծարարները։ Google-ը օրինակ արդեն խորհուրդ է տվել օգտատերերին անցնել գաղտնաբառերից Passkey-ների, իսկ Միացյալ Նահանգների Դաշնային քննիչ բյուրոն հորդորում է զերծ մնալ հատկապես SMS հաղորդագրություն եկած կասկածելի հղումները բացելուց։ Հիմնական նպատակը դա միշտ լինում է մի քանիսը։ Առաջինը հիմնականում անձնական տվյալներ են հափշտակում, որպեսզի վերավաճառեն, երկրորդ եթե ինչ-որ կոնկրետ ֆիքսված երկրի վրա հարձակումը գնում, ուրեմն ինչ-որ մարդկանց փորձում իրականացնեն, ինչ-որ ինֆորմացիաներ ստանան, ներքին նամակագրություններ, ներքին նկարներ, ինչ-որ բաներ, որ փոխանցել են իրար մեջ, ներքին ֆայլեր եւ այլն։ Եվ երրորդը հակամ դա արդեն լինում է քարտային տվյալների արտահոսքի համար, հակերները այսպես ասած մարդկանց պրոֆիլները, որ գողանում են, կոտրում են, այն հույսով են կոտրում, որ այդ պրոֆիլների մեջ կարող են գտնել տարբեր տեսակի աշխատահամարների մուտքեր։ Ըստ միջազգային հետաքննության, կոտրված էջերն ու դրանց ամբողջ տեղեկությունը մութ ցանցեր են հասել եւ հասանելի դարձել, համեմատաբար էժան արժեքներով, այսինքն այս դեպքում փորձագետի մատնանշած առաջին նպատակն են հետապնդել կիբեր խարդախները։ Պաշտպանության միջոցը լավագույնը բարդ գաղտնաբառերն է կիրառելը եւ օգտագործել երկու պլանի վավերացումը բոլոր հարթակներում, որոնք տալիս են այդ հնարավորությունը, իսկ այդ հնարավորությունը հիմա արդեն վստահելի եւ արժանահավատ կայքերը ունեն թե ֆինանսական ծառայություններ մատուցող եւ թե սոցիալական ցանցերն ու էլեկտրոնային փոստերը։ Մասնագետները նաև հորդորում են միևնույն գաղտնաբառը, օրինակ Facebook ու Instagram-ի համար մի սահմանեք։ Այդպիսով ձեր հերթին դուք էլ ամուր պարսպապատում եք ձեր օգտահաշիվը։ Մեկը կոտրելուց հետո հիմնականում հասանելիություն են ստանում մյուս բոլոր հարթակներին, քանի որ շատ են դեպքերը եւ մարդիկ նույն գաղտնաբառը օգտագործում են մի քանի հարթակներում։ Մեր երկրում հիշենք, վերջին շրջանում կիբերհարձակումներն ու հանցագործությունները եւս ակտիվացել են։ Ներքին գործերի նախարարը հարցին ի պատասխան նշել է. տեխնոզարգացումն ավելի արագ է, քան իրավապահ համակարգի նվաճումները։ Թուրքիան հաստատել է, որ իր երկինքը չի գործածվի Իրանի դեմ Ամերիկայի հարձակումների ժամանակ։ Նախագահ Էրդողանը նշել է, որ Իրանի ինքնիշխանության խախտումն ու տարածաշրջանի անվտանգության դեմ գործողությունները Անկարայի համար անընդունելի են։ Թուրքիան նաև փորձում է կանխել իրավիճակի լարումը, դեմ լինելով Իսրայելի ու դաշնակիցների գործողություններին։ Ադրբեջանում արդեն 5 տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահոված է եւ իհարկե, որքան շուտ խաղաղությունը ապահովի մեր սահմաններից այն կողմ, այնքան լավ կլինի այդ երկրների եւ բնականաբար մեզ համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։